Հասարակությունը պառակտող խոսույթի զարգացում, արցախցիների դեմ ատելության խոսքի տարածում, Արցախ հավաքական վերադարձի մասին խոսելու եւ գործելու փոխարեն։ Genesis Armenian հավաքական տունդարձի ռազմավարության շուրջ քննարկումների էր հրավիրել ավագների խորհուրդ հասարակական կազմակերպության անդամներին։ Աննա Այվազյանն Արցախ վերադարձ պատկերացնում է ՀՀԿ Մինսկի խմբի ձևաչափով բանակցությունների ճանապարհով։ Մտածում եմ, որ հավաքական վերադարձ ավելի հեշտ եւ ավելի իրական կլինի, եթե Մինսկի խումբը վերակենդանանա։ Նրան շատ քիչ բան էր մնացել Ղարաբաղի կարգավիճակը լուծելու։ Եվ եթե մի բան թշնամին չի ուզում, ուրեմն նա մեզ պետք է։ Հավաքական վերադարձի լուծման տարբերակներից առանձնանում էր Կարմեն Ավետիսյանինը։ Նախքան վերադարձն ապահովել է կարևոր է ներքին կազմակերպվածություն ոչ միայն արցախցիների շրջանում, այլև ամբողջ հայերի մոտ, որից հետո փոխադարձ շփումներ։ Ավետիսյանի խոսքով ամեն գյուղի քաղաքի բնակիչ իր տարածաշրջանին հատուկ խառնվածք ու կեցվածք ունի, ինչն էլ խնդիր է դառնում մարդկանց շփման ընթացքում։ Ես կարծում եմ, ինչքան մենք շատ կարողանանք իրար հետ շփվենք, թող դժվար լինի այդ շփումները, պետք է անկեղծ կիսվենք մեր մտքերով, մեր գաղափարներով, մեր ցանկություններով։ Այդ ժամանակ մենք կգտնենք ընդհանուր ամենակարևորը եւ մենք մեր մեջ եղած այդ թույնը, թշնամանքը մենք կթափենք, կազատվենք դրանից։ Ես համոզված եմ, որ դա լինելու է։ Չեմ կասկածում, բայց պետք է արագացնել։ Արցախցիների հետ հաճախակի դարձած հանդիպումներում բարձրաձայնվում են հարցեր, որոնք բարոյահոգեբանական դաշտում են։ Արցախից տեղահանված ու Հայաստանում ապրող հայերը առօրյա կենցաղային հարցերից մինչև քաղաքական հայացքներ ունենում են խիստ տարբերություններ ու նմանություններ։ Այդ վիճակից օգտվողներն էլ ատելության խոսք են տարածում։ Կարմեն Ավետիսյանը վստահ է, հայերը խայծը կուլ չեն տա։ Վերադարձի համար սակայն ներքին կազմակերպվածությունը բավարար չէ, պետք է չեզոքացնել նաև անհատական վերադարձի մասին խոսույթները։ Տարբեր անհատների կողմից առաջ են քաշվել շատ վտանգավոր թեզեր, սահմանափակ քանակությամբ մարդկանց վերադարձնել իբր թե մենք կապը չկտրենք Արցախի հետ, բայց դա շատ վտանգավոր գաղափար է, որովհետև դա սպեկուլյացիայի առիթ կտա ադրբեջանցիների կողմից դեմոկրատական այդպես արժեքների պահպանման, ժողովրդավարության եւ այլն խնդիրների համար, ինչպես իրանց հատուկ է փչելու համաշխարհային հանրության աչքին, որ տեսեք մենք լավն ենք, մենք ձգտում ենք որպեսզի ժողովրդի համար լավ լինի։ Մի խոսքով դա շատ վտանգավոր է։ Հավաքական վերադարձի գաղափարը դեռ քննարկումների փուլում է, սակայն քննարկումները վկայում են մեկ կարևոր իրողության մասին։ Առանց ազգային միասնական գիտակցության, ներհասարակական երկխոսության վերադարձը չի կարող դառնալ կենսունակ նպատակ։ Քաղաքական լուծումներին զուգահեռ անհրաժեշտ է վերանորոգել Երևան-Ստեփանակերտ կամրջի խարխլված մասերը։ Միայն այդ դեպքում կկարողանանք ոչ միայն խոսել վերադարձից, այլև իրականացնել այն։ Անի Աբաղյան, Մեհեր Դավթյան, Գառնիկ Նահապետյան, ABC Media։